Խաղաղություն ու մենեցում։ Մեր օրերում մարդիկ դադարեցին ենթարկվել և կատարել Աստծո պատվիրանները, դիմեցին ավելի հեշտ կյանքի և ընկան սատանայի ծուղակը։ Մարդկանց կյանքը տրված էր, որպեսզի կարողանան կողմնորոշվել, թե ում ծառայել, ում ենթարկվել, Աստծուն, թե սատանային, ընտրությունը նրանցն էր։ Աստված մեզ կյանք է պարգևել, որ մենք կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել մեր ընտրության մեջ։ Պետք է դառնալ Հիսուսի աշակերտը, ծնվել նորից Սուրբ Հոգուց, որպեսզի լինել մաքրված և պաշտպանված ամեն կողմերից։ Պետք է միանալ Քրիստոսին և փրկել մարդկությանը, նրանց հոգիները սատանայի ձեռքերից։ Իսրայելը չկատարեց Աստծո պատվիրանները և պարտվեց։ Աստծո դատաստանին կլինեն շատ վկաներ, կլինեն այն սրբերը, այն Աստծո ծառաները, որոնք պայքարել են Ավետարանի համար, Հիսուսի համար։ Մենք պետք է հետևենք Քրիստոսի ճշմարտությանը, նրա եկեղեցու համար պայքարենք, Քրիստոսի համար պայքարենք։ Մենք պետք է ապաշխարենք և միշտ լինենք Աստծո խոսքի մեջ։ Պետք է կրենք Աստծո շնորհը և նրա փրկությունը։ Դա համաներում է բոլորիս համար ու կարևորը, որ Աստծո որդիները Աստծո դատաստանին ներկա չեն լինելու։ Հովհաննես 19:13 խոսք։